Մենք վերադարձանք սիրելիներս։ Այո, ու մենք շատ հաճելի զրույց ենք բռնկված, մեր շատ սիրելի հյուրերի հետ, վարպետների հետ կարելի է նույնիսկ ասել, որովհետև շատ հետաքրքիր մի թեմա ունենք, որին ուզում ենք անդրադառնալ, ու որին պարբերաբար ենք ամենամյա սա միջոցառում է, մրցույթ է, տոն է, երաժշտական, որին որ մենք իհարկե չենք կարող չանդրադառնալ։ Եվ այսպես, մեր ապագան հիմնադրամը Երևանում կանցկացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների ռոմանսիադա միջազգային մրցույթի 6-րդ հայկական ընտրական փուլը։ Ինչու հայկական, ինչու ընտրական, այս ամենի մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ, որոնք մեր տաղավարում են։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 2-ին, ինչ է կատարվելու վաղը, արդեն նրանց հետ մենք կզրուցենք։ Տաղավարում են Վահրամ Կարապետյանը, մեր ապագան կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենը, բարի լույս, եւ Դավիթ Ղազարյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, բարի լույս։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Թերևս զրույցը սկսենք այնտեղից, մի փոքր ամփոփ պատմենք պատմությունը այս մրցույթի, որովհետև շատ հետաքրքիր պատմություն է, ինչպես եղավ, որ նաև մենք մասնակից դարձանք, ու արդեն 6-րդ տարին է, որ շուրջ մենք համագործակցում ենք ու մասնակից ենք այս ամենին։ Շնորհակալություն հարցի համար։ Կուզեմ ասեմ 2020 թվին Գալինա Պրեաբրեժենսկայի հետ իրան ես գիտեմ տասնյակ տարիներ զրուցելուց հետո մենք հասկացանք, որ ինքը անցկացնում է ռոմանսիադան տասնյակ ավելի 15 ավելին երկրներում, ասեց իսկ հայկական Հայաստանը քարտեզում չկա։ Ու ասի իհարկե բերեք այդ փուլը, ընտրական փուլը Հայաստանում էլ սկսենք անցկացնել։ Ու տենց էլ ստացավ 2020 թվից միջեմ առեսօր այս տարի արդեն լինելու է 6-րդը, մենք որոշեցինք, որ անցկացնենք անպայման ու հայ երիտասարդի ձայնը լսվի միջազգային փառատոնում։ Ու տենց սկսվավ բավականին լուրջ ու հեղինակավոր։ Այո, ու ասեմ ձեզ, Հայաստանը դարավ այդ քարտեզի մեջ, չեմ ասի հիմնական, բայց հիմնականներից մեկը, որ ակտիվ գործունեություն է անում այդ միջոցառմանը։ Ավելի մանրամասն զրուցենք նաև գործունեության մասին, ինչ գործունեության մասին է խոսքը, այսինքն եթե ճիշտ եմ հասկանում երաժիշտները հայտեր են ներկայացնում ու այստեղ նախընտրական փուլ ունենք։ Մենք այստեղ ընտրում ենք։ Այս մասին նույնպես խոսենք։ Ու այս տարվա հայտեր ներկայացնողների թիվը քանիսն են։ Գիտեք ոնց մենք փորձում ենք երաժշտական որտեղ սովորում են, ասեմ ձեզ, շատ ակտիվ կոնսերվատորիան եմ մասնակցում, Ռոմանոս Մերիքյանի քոլեջը, երաժշտական քոլեջը, Արնո Բաբաջանյանի քոլեջը, ասեմ երաժշտական ծրագիրը, օպերային ծրագիրը, որը Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի ազգային Ջավադյան Լևոնի մասին է խոսքը։ Այո, Լևոն Ջավադյանի, այո, շատ ակտիվ մասնակցություն են անում ու ասեմ ձեզ մրցույթը շատ ոնց որ ասած այս տարի 23 հոգի են մասնակիցները ու մենք այնքան ենք հպարտ, որ շատ տարի ավելի հզորանում է, տարի ավելի մասնակիցները ավելի պրոֆեսիոնալ ու գնում են, որ իրանք արդեն, մենք զգում ենք էտի ոնց, երբ որ իրանք գնում են արդեն ստեի առաջ տեղ, ով որ բռնում է, վերցնում է, գնում է արդեն միջազգային այդ փառատոնին, մրցույթին, իրանք միշտ գրավում են լավ տեղեր։ Օրինակ անցյալ տարվա մեր հաղթողը գրավեց առաջին տեղը եւ ինքը ելույթ ունեցավ մրցույթում առաջի տեղը եւ հետո իրան հրավիրեցին Կրեմլի դալիճ, որը ինքը մասնակցեց ռուսական ռոմանսի 30-ամյակին։ Մենք առիթ օգտագործել ենք եւ մեր հաղթող մասնակցին հյուրընկալել ենք մեզ մոտ տաղավարում եւ նրա հետ միասին բացահայտել ենք ըստ էության ինչ է ներկայացնում ռոմանսիադան եւ ելույթի մասին ու հետո թե ինչ ճանապարհ պիտի բացվի նրա առաջ եւ առհասարակ հաղթողի համար։ Վաղը մայիսի 2-ն է եւ կարեւոր ընտրական փուլն է լինելու։ Հետաքրքիր է մեզ մասնակիցների հոգեբանության մասին մի փոքր խոսեք, ինչպես են նրանք տրամադրված եւ արդյոք մրցութային կարգի մեջ ինչ որ փոփոխություններ եղել են, թե ինչ կար ժամանակին դա պահպանված է։ Նախ շնորհակալություն, որ
հմեկը անդրադառնում է այս կարևոր իրադարձությանը, որովհետև իրոք շատ կարևոր է։ Մենք շեշտը դնում ենք ռուսական ռոմանս, բայց 6 տարի մենք մերը համարում ենք հայկական ռոմանս եւ պիտի հպարտությամբ ասել, որ այդ 30 տարվա հսկայական աշխատանքը, որ Ռուսաստանում արվել է, Հայաստանի փուլը կազմկոմիտեն բավական լուրջ մասնակիցների հետ ծրագրեց ինչպես անցկացնել մեզ մոտ Հայաստանում։ 2 փուլով, երկուական ռոմանսներ։ Եկավ պահը, որ մենք կարողացանք մեր հիմնական կազմակերպիչներին համոզել, որ եթե մենք խոսում ենք ռոմանսի մասին, իսկ մեր հայ ազգը ունի ռոմանսի մեծ պատմություն, սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից, Չուխաջանից մինչև մեր օրերի կոմպոզիտորներ, ինչու չկատարեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություն։ Դա դարձավ սիմվոլ եւ մեր այս առաջարկը ոչ միայն ընդունվեց Հայաստանի փուլի համար, այլ նաև ոգևորված կազմակերպիչները մրցույթ փառատոնի կազմկոմիտեն որոշեց այն երկրները, որոնք ներկայանում են այդ միջազգային մրցույթին, իրենց ազգային ռոմանսով ներկայանան նաև։ Դա ձեռքբերում է։ Դա եղավ մեր Հայաստանի, այսպես ասած, առաջարկը, որը սիրով ընդունվեց, եւ ես 2 անգամ եղել եմ Մոսկվայի այդ ժյուրիի կազմում եւ ովքեր հիշում են, թե հայերն են որոշել, որ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ պետք է նաև իր ազգային ռոմանսը ներկայացնի, այդտեղ մի մեծ հպարտություն էր։ Իդեպ իրոք դժվար է կազմակերպական իմաստով եւ հսկայական աշխատանք է անում պարոն Կարապետյանը, հավելեմ այնտեղ, որ բացի 2 մեր Երևանի քոլեջներից մեր մարզերի քոլեջներն են մասնակցում եւ Գյումրին, եւ Կապանը, եւ Արմավիրը, չորրորդը որն էր Վանաձոր։ Այո, Վանաձորը։ Եվ պատկերացրեք, քանի որ տարիքային ցենզը թույլ է տալիս 17-ից 26 տարեկան, անգամ ուսումնարանի կամ քոլեջի 2-րդ կուրսեցին արդեն իր առաջին քայլերն է անում եւ մենք ունենում ենք հաջողություններ։ Հաճախ մարզերից եկող երիտասարդները, իհարկե սրանք բոլորը պրոֆեսիոնալ, չասենք պրոֆեսիոնալ, բայց պրոֆեսիոնալ են, որտեղ նրանք մասնագիտական կրթություն են ստանում եւ բնական է նրանց մեծ գործունեություն ենք մենք ծավալում նրանց ուսուցիչների հետ, նրանց պրոֆեսորների հետ, ինչ ընտրություն կատարել, որտեղ այնտեղ կա 19-րդ դարի երկրորդ կեսի ժամանակակից ռոմանս, դե մենք էլ հայկականը ավելացրեցինք, սա մի մեծ տոնահանդես է դառնում։ Մեկ այս տարվա մեկ տարվան, որ մեկ օրվա ընթացքում ամեն դեպքում պատկերացրեք յուրաքանչյուր երգիչ 3-4 ժամվա ընթացքում 2 անգամ բեմ պիտի դուրս գա եւ երկուական ստեղծագործություն։ Իհարկե այստեղ նաեւ շատ կարեւոր է մեր պրոֆեսիոնալ ժյուրին, բարյացակամությունը։ Այս ժյուրիի մասին նույնպես խոսենք, որովհետեւ շատ պրոֆեսիոնալ կազմ է։ Բարյացակամությունը եւ ճիշտ ընտրությունը, որովհետեւ ինչպես պարոն Կարապետյան ասաց, վերջին 3, եթե չեմ սխալվում, 4 տարին ինչ դափնեկիր ուղարկել ենք Մոսկվա, նրանք անպայման վերադարձել են դափնեկրի կոչման։ Այսինքն ինչպես հասկացանք, պարոն Ղազարյան, դուք նախապես ինչ որ տեղեկություններ ունեք արդեն վերջնական նտրական փուլ անցած երկիշների մասին։ Չէ՞ որ մրցույթը պայմաններ է նախատեսում։ Չի վերաբերում միայն տարիքին, այլ նաև վերաբերում է ստեղծագործություններին։ Ստեղծագործությունները կարող է լինել քաղաքային ռոմանս, կարող է լինել դասական ռոմանս, կարող է լինել, ինչպես ես արդեն ասացի։ Եվ այստեղ շատ կարևոր է մեր աշխատանքը այդ ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, մասնագետների հետ։ Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն են, ուսումնարանի բաժնի վարիչներն են, որոնք շահագրգռված են եւ ամեն տարին չավարտած մեր մրցույթը հարցնում են, երբ է հաջորդը լինելու, որտեղ ժամկետների իմաստով մենք Գարնանը եւ Աշնանը անց են կացնում, իսկ եզրափակիչը, որը տեղի է ունենում Մոսկվայում, միշտ լինում է դեկտեմբեր ամսին եւ շքեղ մի 2-3 համերգներ Կրեմլի պալատում, տարբեր հոգևոր կենտրոններում, ինչպես Քրիստոսի փրկչի դահլիճում շատ լավ ակուստիկ պայմաններով եւ ուրախալի է, երբ որ այնտեղից հնչում է հայ ռոմանսը եւ հնչում է հայ կատարողը։ Նաև համագործակցության մասին, որովհետև կարծում եմ սա շատ կարևոր կամուրջ է հայ-ռուսական նաև մշակութային փոխհարաբերությունների համար,
Բայց մինչև կամուրջին անդրադառնալը նույնիսկ համագործակցությանը ես անկեղծ կուզենայի ժյուրիի անդամներին անդրադառնանք, որովհետև իրոք վարպետներ են հավաքված, որոնց առջև նաև ելույթ են ունենում ամենապատասխանատուն կարծում այս փուլն է։ Երևի ոչ թե նաև նա, որ պետք է այստեղ հաղթես ու գնաս մասնակցես այնտեղ։ Դե առաջին ասեմ Դավիթ Գարսևանչի գլխավորության եւ Գալինա Պրեաբրաժենսկան ամեն տարի գալիս է Հայաստան, իրանք երկուսով ժյուրի ղեկավարությունն են։ Մենք ընդգրկել ենք նաև Բարսեղ Թումանյանին, հայտնի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ինքը ավելին ասեմ, նենց ստացա, որ առաջի անգամ մենք ունեցանք ժյուրի հիմնական միջազգային մրցույթի ժամանակ Դավիթ Գարսևանչն էր առաջի ճանապարհ բացողը, ինքը մի քանի տարի եղավ ժյուրի անդամ, դրանից հետո անցյալ տարի առաջ անգամ Բարսեղ Թումանյանին արդեն մենք աջակցենք, որ ինքը լինի անպայման ու ասեմ ինքը իր տեղը լավ գտավ, անցյալ տարի շատ փառավոր անցավ համ իր ներկայությունը, համ մեր մասնակիցի ներկայությունը ու Ներեցեք, իդեպ պարոն Կարապետյանի ճկուն աշխատանքի շնորհիվ մենք ես ավելի քիչ եմ մասնակցում, ես անգամ չգիտեմ, թե վաղը ովքեր են լինելու ժյուրիում, այդպես է կարգը։ Կարողանում է ճկուն ձևով յուրաքանչյուր տարի փոփոխել ժյուրիի կազմը։ Կարող է պատահել, ես մշտական մնում եմ, այս 5 տարի, 6 տարիների ընթացքում այդպես է, այո, մեր կոնսերվատորիայի պրոֆեսորները, Ամբյոնի Վարիչ Գայանե Գեղամյանը, Փայլուն երգչուհի ուրեմն եւ մանկավարժ Փայլուն Ռեբեկա Օջախյանը, մեր շատ սիրելի բարիտոնը Արնոլդը Քոչարյան, այսինքն մշտական փոփոխության է ենթարկվում։ Մենք մի փոքր հիմա եթերից ասեմ, պարոն Կարապետյանի պատճառով ուրեմն ինչ ստացվեց։ Մենք նոր կարգեր սահմանեցինք այն ժյուրիի անդամը, ով կներկայացնի մրցույթի մասնակից, նա չպիտի լինի ժյուրիում։ Ես ասում եի, որ եթե լինի, ոչ թե եթե լինի, այլ լավ կլինի լինի, նա չպիտի քվեարկի իր ուսանողի օգտին։ Բայց չէ որ այնտեղ նաև շրջանավարտներ են, չէ, մինչև 26 տարեկանը։ Այսինքն բոլորն էլ ու մոտ պիտի սովորեն, եթե ոչ Կոմիտասիան պետական կոնսերվատորիայում կամ Ալեքսանդր Սպենդիարյանյան օպերային թատրոնի երիտասարդական այդ կարևոր ուրեմն կենտրոնում։ Մենք շատ երկար կարող ենք խոսել, պարզապես հուշում են, որ ժամանակը ավարտվում է, այո, ամենայնպես հաջողություն մաղթենք բոլոր մասնակիցներին եւ ձեր Բայց շնորհակալություն։ եւս մեկ անգամ նշենք, որ վաղը ամսի 2-ին երկու փուլով արդեն տեղի կունենա այս հայկական նախընտրական արդեն փուլը եւ կընտրվի վերջում այն մասնակիցը, որը կներկայացնի միջազգային մրցույթին։ Այո, միջազգային Մենք չասեցինք այդ մասին, որ նախանցյալ տարի, որ ես մասնակցում էի ժյուրիում, 43 երկրների մասնակիցներ կային։ Տարբեր երկրների, այսինքն շատ մեծ աշխարհագրական չեմ ասում նախկին խորհրդային միության համարյա բոլոր հանրապետություններից եւ նաեւ տարբեր երկրներից։ Շատ շնորհակալություն ձեզ, շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք օրը առավոտ, նաեւ շնորհավորում ենք օրվա կապակցությամբ այսօր աշխատավորին նաեւ շնորհավոր բոլոր հայ ժողովրդին։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ մենք շատ արագ կփորձենք փոքրիկ երաժշտական դադարից հետո վերադառնալ ու արդեն ձեզ նույնպես հրաժեշտ տալու երաժշտատողներ։